Մի պատմաքաղաքագիտական հոդված եմ ավարտում, այսինքն պատմական, բայց քաղաքագիտական նշանակության։ Ու այգումս աշխատելիս հանկարծ մտածեցի, որ դա շատ քիչ մարդիկ են կարդալու, իսկ լսողներն ավելի շատ են։ Եվ քանի որ այսօրվա համար մեզ համար հրատապ խնդիրներից մեկի հետ է կապված խորքում։ Եվ բացի այդ նկատեցի, կարծեմ Լիլիթ Մինասյանի բավական հաջող հոդվածը, որտեղ սակայն թեկուզ անցյալի վերաբերյալ դու լուծումներ պետք է գտնես, անցյալի մասին խոսես, նույնպես պետք է ասես, այսպես որ արվել գուցե այլ զարգացումներ լինեին։ Չնայած միաժամանակ ընդունված է ասել, որ պատմությունը եթեներ չի սիրում։ Այսպիսով, մենք մեր պատմության բազմաթիվ դրվագներից հատկապես շատ անդրադառնում ենք Ավարայրի ճակատամարտ, Վարդանանց պատերազմ եւ այլն այդ երևույթին։ Եվ այս օրերին ես զգալով, թե ինչն է եղել, ի վերջո դա ձախողված շարժում էր, որքան էլ մենք որոտասող խոսենք, դերի նոր վեպեր գրվեն դրա մասին, դա ի վերջո պարտություն էր, որովհետև գիտեք, անառողջ է այն մոտեցումը, որ ասում է բարոյական հաղթանակ դրանք։ Բարոյական հաղթանակը ամբողջական հաղթանակի նախապատրաստության համար է։ Եթե չի նախապատրաստում ամբողջական հաղթանակ, նշանակում է դա ինքնամխիթարանք է։ Պատկերացրեք սպարտացիների 300 սպարտացիների զոհաբերության, եթե չհաջորդեր համահունական ընդվզումը, դա կլիներ հերոսական վախճան։ Մենք ապրում ենք երկիր մոլորակի վրա, այսինքն երկիրային կյանքով նաև, հետևաբար չանտեսենք երկրայինը։ Ինչ էր կատարվում 450-51 թվականներին։ Տեսեք, 428 թվականին նաև հայ ազնվականների միջնորդությամբ Արևելյան Հայաստանում, այն ժամանակվա Արևելյան Հայաստանում, գիտեք չէ, երբ Մամիկոնյանները կար ժամանակով իշխանություն ստացան, այդ Վաչեն Մամիկոնյան կոչվածը եւ Պապթագավորի երեխաների խնամակալներ կարծես թե նրա օրոք առանց մի նույնիսկ թեթև սահմանային ընդհարման Հայաստանը թույլ տվեց, որ կիսվի։ Մի մասը դարձավ Պարսկաստանի հպատակ, մյուս մասը Բյուզանդիայի։ Հզոր Մամիկոնյանների իշխանության պայմաններում։ Ով գիտի երևի այսօրվա մեր ճիվաղների նման, ողորմելիների նման, նա էլ երևի ասում էր սա է ճանապարհը, միակ ճանապարհը, սա է, սա խաղաղությունը ապահովում եւ այլն։ Հետո խոսում ենք ազգային ընդվզման մասին։ Ազգային ընդվզումը երբ է տեղի ունենում, երկրի տերը ազգը չէ, այլ օտարներն են։ Վերջերս շատ եմ դրա մասին խոսում, որևէ խնդիր ունի, եթե երկրի տերը ոչ թե ժողովուրդն է, ոչ թե ազգն է, այլ ինչ-որ բռնապետիկներ կամ օտար պետություն։ Հիմա երբ բավական ժամանակ ես անցել, կարողանում ես հասկանալ, որ գիտեք 20 տարին մի երևույթ չէր։ Այն ժամանակ ապրող մարդիկ 450 թվականին պիտի հասկանային, որ խնդիրներ ունեն, որովհետև չունեն, որովհետև Հայաստանի տերը չէ, իրական տերը չէ, այլ օտարն է։ Իրենք հոգևոր իմաստով դա ուզում էին տեսնել, այն էլ որպես անդրադարձ, հակադարձում, բայց ոչ որպես ինքնուրույն նպատակ, որովհետև եթե միայն այդ արժեքով ես ապրում, պարզ է, որ ամբողջականին պատշաճ ուշադրություն չես դարձնում։ Այն ժամանակներում ժողովրդավարության մասին հասկացությունը բոլորովին կամ չկար, կամ այլ իմաստ ուներ, երկրի տերը թագավորն էր, ազգի թագավորը։ 20 տարի առաջ թագավորը հեռացվել էր պաշտոնից։ Թե ինչպիսի հիմնավորումներով ծիծաղելի է դրա մասին խոսելն անգամ։ Կարող է եւ անհատապես թագավորը ինչ-որ սխալներ թույլ տվել է, բայց ի վերջո թագավորը հեռացվել էր։ Արևմտյան մասում Հայաստանի մեծ հայքի ավելի վաղ էր դա տեղի ունեցել, բյուզանդացիները ավելի անթակույց էին իրենց, իսկ Պարսկաստանը մի փոքր նրբանակատ էր, համենայն դեպս թագավորությունը պահպանում էր։ Հետո ամոթալի մի իրողություն մեր պատմության մեջ, պատմագետները կարող են ուղղել, եթե սխալ եմ, մեր թագավորությունը փոխարինվեց մարզպանությամբ։ Իդեպ 90-ական թվականներին Լևոն Տեր-Պետրոսյանը ասում էր, գիտեք մի առիթ, որպեսզի հասկանաս
պատմական իրադարձություններ երբեմն օգտակար է տեսնել, թե այսօրվա համանման մարդիկ համանման իրավիճակներում ինչեր կարող են ասել, չասեմ դուրս տալ։ Ասում է, եթե ոչինչ չի լինելու, ավելի լավ է լինի մարզպանություն, քան թագավորություն։ Այսինքն իմաստուն բան է ասում էլի։ Այսինքն մտքով երբեք չի անցել։ Եթե չի լինելու անկախ Հայաստան, թող ուրեմն լինի սովետական Հայաստան։ Իմ ընկերների մտքով, մեր ղեկավարների եւ մեզ հետ աշխատած մարդկանց ոչ մեկի մտքով չէր անցնում։ Եթե չի լինելու, գոնե սա լինի։ Անցնում էր արդեն նրանց մտքով, ովքեր ծախվել էին, դարձել էին KGB-ի հարճերը։ Ցավոք սրտի այդպես պատահում էր։ Որոշ մարդիկ երթուն տարուց հետո կոտրում էին, բայց չեմ մեղադրում, ուղղակի արձանագրում եմ իրավիճակը։ Ուրեմն Հայաստանի այն ժամանակվա իշխանավորների, իշխանիկների, նախարարների մի մասի պահանջով Հայաստանում թագավորությունը վերացել էր։ Երբ եկավ ազգայինը վերականգնելու պահը, թեկուզ եւ շեշտադրում կատարելով հոգեվորի վրա, հոգեվորի առաջնայնության վրա, որը սխալ չէ։ Մենք տեսնում ենք, որ մի կողմից Վարդանանք Սահակ Պարթևի աջակցությամբ, մյուս կողմից Վասակ-Սյունին ուզում էին ինչ որ թագավորության նման մի բան վերականգնել, այնպես հստակ չէր, բայց հստակ չէր, որովհետև հենց նույն հոգևոր բարոյականը հուշում էր, որ լսեք, մենք թագավորություն ենք ունեցել։ Եվ այդ թագավորի ժառանգները ինչպես լինի, ինչ որ տեղ կան։ Այսինքն, եթե այն ժամանակ երկրի տերը վերականգնելու ուղղությամբ աշխատեին, այդ հակասությունն էլ չէր լինի։ Եվ մարզպետ, եւ մարզպան ավելի ճիշտ, եւ մարզպետ Վասակ-Սյունին, եւ սպարապետ Վարդան Մամիկոնյանը պիտի համաձայնության գային, որ մենք այն իրավիճակում ենք, որ արդեն հակադրվում ենք մանավանդ դավաճանելուց, ուրանալուց եւ վերադառնալուց հետո։ Իդեպ սա էլ պիտի խորը վերության ընթացքի զարմանալի է։ Հայ հոգեվորականներ երբեք չեք վկայակոչում, որ սկսած են Եղիշե կոչված անգրագիտից, որ ուրացումը վատ բան էր, անթույլատրելի քրիստոնեական կանոններով։ Որտեղ եթե դու Աստծուն հավատում ես, ինչի՞ պիտի ուրանաս։ Ուրեմն խոսք չի արվել երբեք այն բանի մասին, որ ապաշխարել են, ուրացողները ապաշխարել են, ընդհակառակ ավելի վատ։ Խաբելը լավ բան է, ուրեմն խաբեցինք, գցեցինք պարսիկներին հետ եկանք, անամոթ մի բան։ Քրիստոնեական աշխարհընկալման տեսակետից, ինչևէ դա թողնում եմ մի կողմ։ Եթե այն ժամանակ այդ գիտակցությունը, ով որ երկրի տերն է, նա էլ պետք է վերականգնվի, լիներ, ապա նրանք երկուսով մի ժառանգ կգտնեին, կասեին դու ես թագավորը, էլի մի խնամակալ կնշանակեին թեկուզ նույն մարզպետին եւ երկիրը ի վերջո այդ ժառանգը նաեւ սյունեցիների ժառանգներ չէ, Պապթագավորը հիշում եք սյունեցի Փարանձեմի զավակներ, այնպես որ սյունեցիները պիտի չդժգոհեին, իսկ սպարապետն էլ մի խնդիր ունի։ Երբ սպարապետը փորձում է թագավորի դերակատարությունը ստանձնել, դա երկրի համար դժբախտություն է։ Առաջին անգամ սա ասել եմ 90-ական թվականներին եւ լավ եմ հիշում, որ Արա Սահակյանն էր այդ օրը նախագահողը, այնպես զարմացած եւ իսկապես խորապես հասկացողի տեսքով նայեց։ Հիմա դուք էլ մտածող մարդիկ կհասկանաք, իսկ այն ապուշները կասեն, վայ, չէ, ինչ եք ասում, սպարապետը։ Սպարապետը ընդամենը արքայի զինվորական գործերի պատասխանատուն է։ Եվ երբ փորձում է արքայի դերը կատարել, եւ իրեն է կործանում, տեսել եք, չէ՞։ Եվ հայրենիքին է ծանր վնաս տալիս, ինչ է։ Այն օրերին տերը թագավորն էր, եւ եթե մեր նախնիների այդ հատվածը անաչառ լիներ, բարոյական լիներ, ճշմարտասեր լիներ, պիտի ասեր մենք ընդվզում ենք պարսկական գերիշխանության դեմ, հետևաբար պիտի վերականգնենք թագավորությունը։ Չարեցին։ Հիմա մեր օրերում բազմաթիվ խնդիրներ կան, չէ՞, գիտենք, բոլորս գիտենք։ Եվ բազմաթիվ քաղաքական գործիչների մեջ կան մի քանիսը, որ ասում են, որ երկրի տերը պետք է դառնա ժողովուրդը, եւ ոչ միայն ասում են, այլ տալիս են նախագիծ։ Ուրեմն հիշեք մեր 451 թվականի ապստամբությունը ինչով ավարտվեց։ Ձախողում, խայտառակ պարտություն, իշխաններին տարան գերի։ Այդ
ամենի արդյունքում մենք մեզ մխիթարում ենք, որ հետո տեղի ունեցավ արդեն Վահան Մամիկոնյանի ապստամբությունը, որը ավարտվեց Նվարսակ գյուղում կնքված իբրև թե հաղթական պայմանագրով։ Ընդամենը հայերին թույլ տվեցին շարունակեք մնալ քրիստոնյա, մենք ձեզ չենք ճնշի։ Բայց դա չէր, որևէ ազգի հաղթանակը դա չէր։ Եվ մենք դարձյալ մեր քաղաքական մտածողությունը նսեմացնում ենք, երբ այդպիսի հաղթանակներով ենք ոգևորվում, խանդավառվում։ Այսօր էլ մենք կարող ենք սրընթաց հաջողության հասնել, եթե համախմբվեն բոլոր ազնիվ, արտարամիտ մարդիկ, ոչ մեծամիտ, ոչ բթամիտ, այլ ազնիվ արտարամիտ մարդիկ, նրանք, որ այն կարծիքին չեն, որ իրենք ամեն ինչ գիտեն, ժողովուրդը բիդլը, նա ոչինչ չի հասկանում, քաղաքացին հիմար է, ինքն է երկրի տերը եւ ինքը պիտի կարգավորի մարդկանց ճակատագիրը։ Ցավոք սրտի 90% այդպիսի սերիկաներ են հայաստանյան քաղաքական գործիչները։ Մանավանդ այն նորաթուխները, որ նոր մեջտեղ են եկել, իրանց թվում է թե մի երկու ճառ ասացին, օй աշխարհը փրկեցին։ Նա ճանապարհ անցեք փսլնքոտներ։ Ճանապարհ անցեք նոր համարցակվեք, ինչ որ մեկի ձեզնից ցածր համարել։ Չէ, էլիտան պետք է ղեկավարի։ Էլիտան դու ես, որ էլիտա լինեիր, մարդ կլինեիր։ Էլիտան նախ եւ առաջ շարունակում է բարձրակարգ մարդ։ Որ մարդ լինեիր, մի հատ կնայեր քո պատմության գոնե վերջին հավարամյակների տեղի ունեցած իրադարձություններ եւ դրանցում ձեռքբերումներն ու ձախողումները, ձեռքբերումների պատճառները կքննեիր, ձեռքբերումների ոչ այնքան պատճառներ, որ հիմքերը կպարզաբանեիր։ Այսպեսով, ինչպես 428 թվականին թագավորությունը կորցնելուց հետո մեր ազնվականության գլխավոր նպատակը պետք է լիներ թագավորության վերականգնումը, այդպես էլ այսօր մեր գլխավոր նպատակը պետք է լինի թագավորության, այսինքն երկրի տիրոջ վերականգնումը այն օրերի պատկերացմամբ։ Այսօր երբ ժողովրդավարությունը բարձրագույն արժեք է համարում, գլխավոր նպատակը պետք է լինի ժողովրդին երկրի տերը դարձնելու գործողությունները։ Ես այս գործը վաղուց եմ սկսել, ազգային միացյալ կուսակցությունը ԱԻՄ-ը վաղուց է որդեգրել ինքնորոշում, բարձրագույն արժեք հասկացությունը, բանաձևը անկախություն հանրաքվեի ճանապարհով հենց դա էր նշանակում, անկախություն ժողովրդավարության ճանապարհով։ Հիմա ավելի բարձր մակարդակի եմ դա հասցրել, եւ եթե ամենակարողը բարեհաշ լինի մեր նկատմամբ եւ մի քիչ ժամանակ ունենանք, ապա այդ ուղին որդեգրելով մենք արմատապես կփոխենք մեր կյանքը, արմատապես։ Սա ասում է ձեզ մի մարդ, ով շատ անգամներ է ասել բաներ, որ մերժել են ձեր հայրերը, ձեր պապերը, բայց քանի որ նրանք ավելի անաչառ ու ազնիվ էին, նրանք հետո ուղղել են իրենց սխալը ավելին, շատերը հրապարակավ խոստովանել են դրա մասին, որ մենք կարծում ենք, թե այս հարցում արդեն Հայրիկյանը սխալ է, շատ հարցերում եմ սխալ, շատ, որտեղ դրանք իմը չեն, ես դրանց մասնագետը չեմ, բայց այս հարցում ժողովրդավարության հայրենիքին օգտակար լինելու հարցում բարի եղեք, մի քիչ էլ մարդ եղեք, մարդ, դժվար է չէ մարդ լինելը, ազնիվ եղեք ու գնահատեք ասածս։ Սա ինձ համար չի, ոչ էլ ձեզ համար է, իմ եւ ձեր զավակների համար։ Աստված ձեզ եւ մեզ խելք ու իմաստություն տա։